Սկսենք նրանից, թե ինչ են ընդհանրապես կորոնար զարկերակները։ Սիրտը, ինչպես գիտեք, կծկվող օրգան է, մկան է, եւ կորոնար կամ պսակաձև զարկերակները դա այն անոթներն են, որոնք սնուցում են մեր սիրտը։ Բնականաբար սիրտը ունի իր սնուցումը եւ դա իրականացնում է աորտայից արյան աորտալփականից դուրս գալուց անմիջապես հետո երկու կորոնար զարկերակների միջոցով ձախ եւ աջ ցողունային կորոնար զարկերակները, որոնք սրտամկանին տանում են թթվասնով հարուստ արյուն, որպեսզի սրտամկանը կարողանա աշխատել։ Իսկ այժմ պատկերացրեք մի իրավիճակ, որ տարիների ընթացքում խոլեստերինի եւ այլ բորբոքային բջիջների միջոցով ձեր կորոնար զարկերակներից մեկը կամ մի քանիսը նեղացել են։ Խոլեստերինը եւ բորբոքային մասնիկները նստում են կորոնար զարկերակի հունի մեջ, ճիշտ այնպես, ինչպես կնստեն ինչ-որ մի խողովակի հունի մեջ, եւ առաջացնում են այսպես կոչված աթերոսկլերոտիկ վահանիկ, որը գնալով ժամանակի ընթացքում կարող է նեղանալ եւ հանգեցնել մի իրավիճակի, որ սկզբից ֆիզիկական ակտիվությունների ժամանակ, իսկ այնուհետև նույնիսկ միգուցե հանգստի ժամանակ սրտամկանը ունենա թթվածնաքաղց, որովհետեւ բավարար արյուն չի ստանում տվյալ տեղամասում։